Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ, արժանապատիվ և հզոր իմ հայ ժողովուրդ ջան, այս ամիսների ընթացքում իհեճուկս այս ճղճիմ իշխանությունների, այս բռնաճնշումների, աշխատանքից ազատելու, այսքան ահաբեկելու, այսքան մարդկանց վախեցնելու մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը հավատացեք, ձայնա տվել ընդդիմությանը։ Անգամ այս նկարչության պարագայում 100 հազարավոր արժանապատիվ մեր հայրենակիցներ կանգնել են և ոչ են ասել մի իշխանության, որ հանձնել է Արցախը, ոչ են ասել մի իշխանության, որ արշավել է սեփական եկեղեցու դեմ, ոչ են ասել մի իշխանության, որ սեփական հայրենիքը, սեփական ժողովրդին անտեսելով յուրաքանչյուր ամիս ու յուրաքանչյուր տարի գնացել է զիջումների, կսել է թուրքերի, ադրբեջանցիների առաջ, խոստումներ է տվել, հիմա էլ այս ամեն ինչի հետ միասին ես ամբողջ ընտրակեղծիքի գործընկերներս ասեցին, ամբողջ այս ընտրակեղծիքների շարանի մեջ գիշերը գաղթակողի թվերը հրապարակում, դեռ ընտրատեղամասերում հավաստիացնում եմ ձեզ, ընտրատեղամասերում դեռ կես անգամ ամփոփված չէր քվեաթերթիկների, ասում ես հաղթել եմ, ում ես հաղթել, այս ժողովրդին չես հաղթել, դու պարտվել ես, դու պարտված իշխանություն ես, դու պարտվել ես սրբազաններին, դու պարտվել ես մեր ժողովրդին, այսօր ես ուզում եմ, սիրելիներս, ես հուսահատության ես ճիրաններից դուրս գամ, այսքան տարիների ընթացքում հավաստիացնում եմ ձեզ, այցելելով քրեակատարողական հիմնարկներ, թե սրբազանները, թե ազգային բարերարը, թե մեր քաղաքական գործիչներից որևէ մեկը հուսահատության որևէ նշույլ ցույց չի տվել, եւ ես ուզում եմ բարձր ողջունենք անազատության մեջ գտնվող մեր եղբայրների, մեր քույրերի, դուք պատմության մեջ, Հայաստանի նորագույն պատմության մեջ գրվելու են ոսկե տառերով այն պայքարող տեսակը, որը որ Հայաստանի Հանրապետությունը ազատագրելու է, այս տարիների պայքարը հենց այնպես չի անցնելու, սիրելի հայրենակիցներ ջան, մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք, եւ նաեւ ուզում եմ մի փաստել արձանագրել, ինձ համար չափազանց կարեւոր է, որ մեր հայրենակիցները, մեր եղբայրները գտնվելով Բաքվի բանտերից, այդ ճնշումների տակ, իրենք ինչ ուղերձներ են հղում մեզ, որ չկոտրվեք, որ չընկճվեք, որ պայքարեք։ Ես ուզում եմ բարձր ծափելով, ողջունել Բաքվի բանտում գտնվող մեր խիզախ հայրենակիցներին։ Մեր ազգը հաշտ չի դրա հետ, մենք հաշտ չենք դրա հետ, մենք պայքարելու ենք, մենք հաղթանակ ենք տանելու հուսահատության ճիրաններից մեր որոշ հայրենակիցներ պիտի դուրս գան։ Ես տեսնում եմ այստեղ հարյուրավոր, միգուցե հազարավոր մարդկանց, բայց կոչս մեր հայրենակիցներին, որ հեռուստացույցի այն կողմ նայելով մենք մեր երկրում բան չենք փոխելու։ Մենք պիտի պայքարենք մեր իրավունքների համար, 100 հազարավոր քվե տված մեր հայրենակիցների իրավունքների համար։ Այո։ Եթե մի ժամանակ կարողանում ենք մատների վրա հաշվել Հայաստանում խաղաղ տարկյալներին, հիմա այնքան շատ են թող կներեն իրենք մեզ, մենք չենք կարողանում անուններով տանք, որովհետև դրանք հարյուրավոր են։ Շատ ու շատ մարդիկ կան, հավաստիացնում եմ ձեզ, որոնք լայն հասարակությանը ծանոթ չեն, բայց այսօր շղթաները գցած ամեն մարզում 15, 20, 30 խաղաղ տարկյալ կա, առնվազն։
Դա ես ասում եմ մինիմալ թվեր։ Եվ սիրելի հայրենակիցներ, շատ ձեր համբերությունը չեմ ուզում չարաշահել։ Ուզում եմ ձեզ, մեզ, մեր ազգին, մեր ժողովրդին մաղթել առանց այս ապօրինի իշխանությունների Հայաստան, առանց այս թավաճանական իշխանությունների Հայաստան, այդ Հայաստանը լինելու է, այդ Հայաստանը գալու է, կենցեք Հայաստանը, որ վաղը լինելու, այդ Հայաստանը լինելու է, ուժեղ եղեք, դինդեղ եք, հավատքով եղեք, ձեր հավատանում լավ ալնեք, Աստված բոլորից եք։